Այստեղ իհարկե իրավիճակը զգալիորեն տարբերվում է, քան այն իրավիճակից, որը նկարագրեցին իմ գործընկերները, որովհետև այն մարդը, որը որոշում է կայացնում, ամենայն հավանականությամբ հանրապետություն մեկ հասցեում նստած չի։ Արտաքին քաղաքական որոշումները կայացվում են Հայաստանից դուրս շատ հարցերում, շատ որոշումներ կայացվում են Հայաստանից դուրս եւ պարտադրվում են այն մեկին, ով հանրապետության հրապարակի վրա է նստած եւ այդ մեկը իր իշխանությունը պահելու համար գնում է բոլոր զիջումներին։ Հիշեցնեմ, որ նվազ քան 24 ժամ առաջ Ֆիդան հայտարարել էր, որ այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, իրենց համար ընդունելի քաղաքականությունը եւ իրենք ամեն ինչ պիտի անեն, որպեսզի այդ քաղաքական կուրսը Հայաստանը շարունակի պահել։ Եվ դա օրինակի մոտ ողջամիտ կասկած է առաջացնում, արդյոք այդ կուրսը մշակվել է Երևանում, թե Անկարայում։ Եվ հիշեցնեմ, որ Թուրքիայի նման լկտի միջամտությունը առաջին անգամը չէր 21 թվականի փետրվարին, երբ գլխավոր շտաբի գեներալիտետը Նիկոլ Փաշինյանին պահանջներ ներկայացրեց, հրաժարականի պահանջ ներկայացրեց, շատ օպերատիվ կերպով, ընդամենը մի ժամ, 2 ժամ հետո Թուրքիայի արտգործնախարարը ուղղակի սպառնաց, որ Թուրքիան Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն չի հանդուրժի եւ սանից ելնելով դարձյալ հարց, քաղաքական կուրսը Երևանում է մշակվում, թե Անկարայում է մշակվում եւ համաձայնեցման գործում ով ավելի շատ խոսք ունի ասելու։ Նույնը կարող եմ ասել նաեւ Բաքվի վերաբերյալ, վերջը Բաքվին ինչ որոշվում է, այնտեղ այն էլ Հայաստանում իրականացվում է։ Շատ հեռու չգնանք, խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը։ Ես եւ մեր ֆրակցիայից 3 գործընկերներ տեսել ենք այդ գործընթացը, չէ՞, ինչպես այդ փաստաթուղթը համաձայնեցվում։ Հիմա դրա մասին շատ բան չեմ կարող ասել, բայց օրինակ անցյալ տարի մարտ ամսին սկզբից Բաքուն դա հայտարարեց, հետո Երևանը հաստատեց, որ այն երկու կետերը, որոնց շուրջ կար անհամաձայնություն, այլևս վերացած է, որովհետև Հայաստանը ընդունել է այն խմբագրությունը, որը առաջարկել էր Բաքուն։ Գոնե այդ երկուսի մասով հստակ կարող եմ ասել, եւ ասեցիք ապացուցելու կարիք էլ չկա, լավ, որ ասեմ իսկ առաջի երկուսն էլ նույնն է եղել։ Վերջի երկուսը գոնե տենց կա եւ մենք խորհրդանում Արադ Միրզոյանից անընդհատ փորձել ենք հասկանալ, լավ է 17 կետ է, որը սկզբից 16 հետո դարավ 12, այդ կետերից որ մեկն է, էլի որ հայկական խմբագրությունն է վերջնական տեքստում տեղ գտել, գաղտնի չեն եղել քննարկումները, հրապարակային են եղել եւ չգիտեմ կլինի մեկը, որ ասի Արադ Միրզոյան օրինակ ասեց այս բառը որ փոխարինվեն մենք ենք առաջարկել։ Սա է, արտաքին քաղաքականությունում բազմաթիվ այլ կենտրոններ որոշում են եւ Փաշինյանը ըմտորեն կարողանում է խուսանավել կամ մանևրել այդ ուժերի միջև պայելով իր իշխանությունը, այնպես որ այստեղ իհարկե տարբերվում է իրականություն։ Հիմա ինչ վերաբերում է Թրամփի ուղի եւ ընդհանրապես այն փաթեթին, որը ստորագրվել է Վաշինգտոնում։ Նախ երկու փաթեթի վրա, երկու թղթի վրա կենտրոնանանք, այն ինչ որ նախաստորագրվել է եւ այն ինչ որ ստորագրվել է։ Մյուս են մեմորանդումներին օրինակ Հայաստանում արհեստական բանականության կենտրոն, սերվերային ֆերմաներ եւ դրան դեռ չանդրադառնանք։ Հիմա, եթե թուղթը այդքան լավն է եւ Հայաստանի իշխանությունն ասում են այդ թուղթը, որը նախաստորագրվել է մեր շահերից է բխում, դե դեպքում հարց առաջան, բայց այդ շահերից է բխում։ Ինչի՞ չեք ստորագրում։ Չէ, Ադրբեջանի տեքստն է։ Հիշեցնեմ, որ ստորագրվել է մարտին, հետո Ադրբեջանը
ռմբակոծում էր հայկական գյուղերը հարավում, հիշում եք, չէ՞, այդ ամեն ինչը։ Այսինքն ուժի դրանից բացի եղել էր Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որ Հայաստանը ներխուժման վտանգի առաջ է կանգնած, բայց այդքան լավն է, ստորագրեիք, եթե լավը չէր, ինչի՞ կմա վերքենում սազնարել գովում բոլորին։ Նմանապես Մարալագոյում դեկտեմբերի վերջին, երբ հանդիպեցին Թրամփը եւ Նեթանյահուն, հիշում եք Թրամփը ինչ խոստովանեց, ինչ բարձ ասեց, չէին ուզում 200% տարիֆով սպառնացի, մի ժամ հետո եկան ստորագրեցին։ Բայց եթե այդքան լավն է, հիմա որ sense թարն արել եք, թամանչան արել եք, բամբիրն ու ծնծղան արել եք ու գովում եք, վայ ինչ լավ թուղթ ենք ստորագրել։ Էս շուտ գնայեք ստորագրեք, ինչի եք սպասում, որ Թրամփը 200%-անոց տարիֆներով, ներմուծման մաքսատուրքերով սպառնի։